Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 24։ Ծաղիկները երևում են հողի վրա, թռչունների երգելու ժամանակը հասել է, տատրակի ձայնը լսվում է մեր երկրում։ Երգ, 2-րդ գլուխ, 12-րդ խոսք։ Քաղցր է գարունը, երկար ու մռայլ ձմեռն օգնում է մեզ գնահատել նրա կենսատու ջերմությունը, իսկ մոտալուտ ամռան խոստումն ավելի քաղցր է դարձնում ներկա վայելքները։ Հոգևոր ցնցումների ժամանակաշրջանից հետո առավել հաճելի է նայել արդարության արեգակից ճառագող լույսին։ Այդ ժամ մեր աղոթքներն արթնանում են իրենց խորը քնից, ինչպես քրքմածաղիկն ու նարգիզն են դուրս գալիս իրենց հողեղեն անկողնուց։ Այդ ժամ մեր սիրտը լցվում է բերկրությամբ և երախտագիտության բարեհնչյուն մեղեդիով, որն ավելի քաղցր է, քան թռչունների դայլայլը, և այդ ժամ մեր հոգում խաղաղության, մխիթարության և վստահության երաժշտություն է լսվում, որն ավելի զմայլելի է, քան տատրակի ձայնը։ Ժամանակն է, որ մեր հոգին հաղորդակցություն փնտրի իր սիրելիի հետ։ Ժամանակն է, որ նա վեր հառնի իր թշվառ կարգավիճակից և թողնի վաղեմի չար ընկերակցությունները։ Եթե մենք առագաստները չբացենք, երբ քամին բարենպաստ է մեզ համար, ապա հանցապարտ կլինենք։ Արթնության ժամանակները չպետք է անպտուղ անցնեն մեր կողքով։ Երբ անձամբ Տեր Հիսուսն է այցելում մեզ իր քնքշությամբ և թախանձում, որ արթնանանք քնից, միթե մենք կարող ենք այնքան ստոր լինել, որ հրաժարվենք կատարել նրա խնդրանքը։ Նա ինքը հարություն է առել, որպեսզի մեզ իր հետևից տանի։ Նա իր հոգով կենդանացրել է մեզ, որպեսզի մենք մեր ներսում, նոր կյանք կրելով, կարողանանք դեպի երկնավորները բարձրանալ և հաղորդություն ունենալ նրա հետ։ Ձմեռը կարող է սառնություն և անտարբերություն առաջացնել մեր մեջ, սակայն երբ Տերը գարուն է արարում մեր հոգում, մեր ներսում վարարում է կյանքի աղբյուրը, և մեր ճյուղերը սկսում են ծլարձակել։ Օ Տեր, եթե իմ ցրտաշունչ սրտում դեռևս գարուն չի եկել, ես աղոթում եմ, որ դու գարուն ստեղծես այնտեղ, որովհետև ես իսպառ հոգնել եմ, քեզանից հեռու ապրելուց։ Ախ, այս երկար ու տաղտալի ձմեռը, ե՞րբ ես վերջ դնելու դրան։ Արի Սուրբ Հոգի, նորոգիր իմ հոգին, կենդանացրու ինձ, վերականգնիր ինձ և ողորմիր ինձ։ Հենց այսօր, այս գիշեր, ես աղաչում եմ քեզ, Տեր, խղճա քո ծառային և հոգևոր արթնություն ուղարկիր ինձ։